Բարև ձեզ հետ Էման է, հրավիրում եմ լսել իմ ալիքի կյանքից վերցվածի նոր հեղինակային պատմությունը։ Տիկին Անահիտը նստած էր խոհանոցում և նայում էր թեյնիկին։ Ջուրն արդեն եռացել էր, սուլիչն այնքան սուր էր տագնապում, որ ականջներում զնգում էր, բայց նա չէր շարժվում։ Պարզապես նստած մտածում էր այն մասին, որ արդեն 5 օր է անցել Անիի վերջին հաղորդագրությունից։ Թանկագին ընկերներ, խնդրում եմ գրեք, թե որ քաղաքից եք, մի մոռացեք բաժանորդագրվել և դնել լայք, հաճելի լսումներ։ Կարճ գրակոցի պես։ Ամեն ինչ նորմալ է, մամ, գործերը շատ են։ Ոչ մի հարց առողջության մասին, ոչ մի խոսք այն մասին, թե ինչպես է ապրում աղջիկը, ոչ մի ակնարկ, թե շուտով կգա։ Ձեռքերը դողացին, երբ Անահիտը վերջապես վեր կացավ և անջատեց գազը, թեյ լցրեց, 2 գդալ շաքարավազ ավելացրեց, մեկի փոխարեն ինչպես առաջ էր անում Անիի համար, երբ նա դեռ տանն էր ապրում։ 30 տարի առաջ։ Ոչ, նույնիսկ ավելին, աղջիկը 43 տարեկան է, ուրեմն հաստատ 20 տարուց ավելի անցել այն օրվանից, ինչ Անին գնաց Երևան սովորելու, իսկ հետո մնաց այնտեղ ընդմիշտ։ Անահիտը հետ նստեց և ափերով սեղմեց տաք բաժակը։ Պատուհանից այն կողմ սեպտեմբերն արդեն իր իրավունքների մեջ էր մտել։ Առավոտյան հով էր լինում, ծառերը սկսում էին դեղնել։ Առաջ նա սիրում էր Աշունը։ Անին ծնվել էր հոկտեմբերին, և Աշունը միշտ երջանիկ հիշողությունների ժամանակ էր Անահիտի համար։ Աղջկա առաջին քայլերը թափված տերևների վրա, առաջին դպրոցական հանդեսը աստղածաղիկների փնջով, վերջին զանգը անձրևի տակ։ Այս ամենն այնքան հեռու էր թվում, ասես պատահել էր ոչ թե իր, այլ մեկ ուրիշի հետ։ Հեռախոսը դրված էր սեղանին, էկրանը դեպի վեր։ Անահիտը նայում էր դրան ինչպես թշնամու։ Սև ուղղանկյունը լռում էր, չէր թարթում, չէր զանգում։ Նա անգիր գիտեր կորպուսի ամեն մի քերծվածքը, պաշտպանի ճապակու ամեն մի ճաքը։ Դա հին ապարատ էր կոճակներով, բայց Անին 3 տարի առաջ պնդեց, որ մայրը սմարթֆոն գնի։ Այդպես ավելի հարմար է, մամ, ինձ լուսանկարներ կուղարկես։ Անահիտը լսեց նրան, թեև այդ սարքի հետ մինչև հիմա էլ չէր կարողանում լիարժեք լեզու գտնել։ Լուսանկարներ ուղարկել այդպես էլ կարգին չսովորեց, իսկ Անին էլ չէր խնդրում։ Հարևան բնակարանի դուռը շրխկաց, աստիճանների վրա քայլեր լսվեցին։ Տիկին Վարդուշն էր իջնում, երևի խանութ։ Անահիտը մտածեց, որ ինքն էլ պետք է գնա։ Սառնարանում գրեթե ոչինչ չէր մնացել, բայց վեր կենալ չէր ուզում։ Ինչ կնի որ, իր համար եղածն էլ հերիք է։ Առաջ նա պաշարով էր պատրաստում, սառցարանում միշտ պելմենի էր պահում, որ Անին շատ էր սիրում։ Սառնարանում Մուրաբայի բանկաներն էին շարված, պահարանում թխված քաբլիթների տուփերը, այն դեպքի համար, եթե աղջիկը հանկարծ գա։ Բայց Անին արդեն մոտ 1 տարի չէր եկել։ Անահիտը վերցրեց հեռախոսը և բացեց նամակագրությունը։ Աղջիկա վերջին հաղորդագրությունը կախված էր այնտեղ դատավճռի պես։ Վերևում նույնպիսի կարճ արտահայտություններ էին։ Վաղը խորհրդակցություն է, հետո կգրեմ։ Հիմա չեմ կարող խոսել, հանգստյան օրերին կզանգեմ։ Հանգստյան օրերն անցնում էին, զանգ չկար։ Անահիտը թերթեց մինչև այնտեղը, որտեղ դեռ նորմալ զրույցներ կային։ Դա անցյալ տարի էր, մարտին։ Անին այն ժամանակ ամեն շաբաթ զանգում էր, պատմում գործերից, հարցնում մոր որպիսությունը։ Զրույցները տևում էին մոտ 20 րոպե, ոչ ավել, բայց Անահիտը դրանց սպասում էր տոնի պես։ Հետո ինչ-որ բան փոխվեց։ Սկզբում զանգերը նվազեցին, հետո կարճացան, հետո վերածվեցին հաղորդագրությունների։ Անահիտը փորձում էր հասկանալ ինչ է պատահել, բայց աղջիկը խուսափողական էր պատասխանում։ Գործեր, նախագիծ, գործուղում, հոգնածություն։ Միշտ պատճառ գտնվում էր։ Եվ Անահիտը հավատում էր, արդարացնում, սպասում։ Մայր է, չէ։ Նա պետք է հասկանա, որ աղջիկն իր կյանքն ունի, որ նա զբաղված է, որ ժամանակ չունի։ Այդպես է, չէ։ Թե ես առել էր, Անահիտը մի կում արեց ու դեմքը ծամացրեց, շատ քաղցր էր։ Նա վեր կացավ, մնացորդը թափեց լվացարանի մեջ ու լվաց բաժակը։ Պատուհանից տեսավ, թե ինչպես է տիկին Վարդուշը վերադառնում խանութից ծանր տոպրակներով։ Անահիտը մտածեց, որ պետք է օգնել, բայց հարևանուհին արդեն բացեց շքամուտքի դուռը և անհետացավ ներսում։ Ժամը 1:30 էր։ Ամբողջ օրն առջևում է, իսկ անելու բան չկա։ Առաջ Անահիտը միշտ զբաղմունք գտնում էր, գործում էր, կարդում, սերիալներ նայում, պոլիկլինիկա էր գնում պրոցեդուրաների, ընկերուհիների հետ հանդիպում։ Հիմա գործել չէր ուզում։ Կարդալը ձանձրալի էր, սերիալները նյարդայնացնում էին իրենց կեղծիքով։ Պոլիկլինիկա գնալու կարիք չկար, իսկ ընկերուհիները մեկը մյուսի հետևից կամ տեղափոխվում էին երեխաների մոտ, կամ հեռանում կյանքից։ Մնացել էր միայն տիկին Վարդուշը։
բայց նրա հետ էլ Անահիտը հազվադեպ էր տեսնվում։ Խոսելու բան չկար։ Հեռախոսը վիբրացիա տվեց։ Անահիտը ցնցվեց և այնքան արագ բռնեց այն, որ քիչ էր մնում վայր գցեր։ Էկրանին հայտնվեց գովազդային հաղորդագրություն, հերթական ակցիան մի խանութում, որտեղից ինքը երբեք առևտուր չէր արել։ Հիասթափությունն այնքան ուժեղ ալիքով պատեց նրան, որ դժվարացավ շնչել։ Անահիտը նստեց աթոռին և դեմքը ծածկեց ձեռքերով։ Նա չէր լացում։ Արցունքները վերջացել էին դեռ ամիսներ առաջ, երբ Անահիտը հասկացավ, որ աղջիկն այլևս չի զանգում պարզապես այնպես զրուցելու համար։ Հիմա մնացել էր միայն դատարկությունը, խուլ ու ծանր, ինչպես քարը։ Անահիտը չգիտեր ինչ անել դրա հետ։ Նա փորձում էր լցնել այն հիշողություններով, բայց դրանք միայն սաստկացնում էին ցավը։ Փոքրիկ Անին, որ ամեն երեկո մագլցում էր մոր ծնկներին ու խնդրում հեքիաթ կարտալ։ Դպրոցական Անին, որ տուն էր բերում հինգերը և հպարտությամբ ցույց տալիս օրագիրը։ Ուսանող Անին, որ Վանաձորից մեկնում էր ու պատուհանից ձեռքով անում, խոստանալով գալ ամեն արձակուրդին։ Խոստումները մոռացվեցին, արձակուրդները վերածվեցին հազվադեպ այցերի, կես տարին մեկ, հետո տարին մեկ, հետո ընդհանրապես անհետացան։ Անին զանգում էր, դա այո, բայց զանգերը դարձել էին ձևականություն։ Անահիտը զգում էր դա, բայց չէր ուզում ընդունել։ Նա իր համար արդարացում էր հորինում։ Աղջիկը հոգնած է, աղջիկը զբաղված է, աղջիկը կարիերա է ստեղծում։ Նա չի կարող չէ ամեն ինչ թողնել ու վազել մոր մոտ ամեն անգամ, երբ վերջինս իրեն միայնակ է զգում։ Նա իր կյանքն ունի, իր աշխատանքը, իր պլանները։ Բայց հոգու խորքում Անահիտը գիտեր ճշմարտությունը։ Անիին պարզապես հետաքրքիր չէ։ Հետաքրքիր չէ լսել հարևանների մասին, խանութների գների մասին, հոդերի ցավի մասին, այն մասին, թե որքան ձանձրալի է մենակ ապրել դատարկ բնակարանում։ Աղջկան դա պետք չէ։ Նրան իր կյանքն է պետք, վառ ու հագեցած, առանց ձեր մոր, որը միայն հիշեցնում է, որ ժամանակն անցնում է, և մի օր պետք է որոշել, թե ինչ անել տարեց մարդու հետ։ Անահիտը վեր կացավ և մոտեցավ պատուհանին։ Ներքևում երեխաներ էին խաղում, ճչում էին, ծիծաղում, իրար հետևից վազում։ Նա հիշեց, թե ինչպես էր Անին բերում հենց այս խաղահրապարակը, ինչպես էր օրորում ճոճանակի վրա, ինչպես էր բռնում սահնակի տակ։ Այն ժամանակ թվում էր, թե այդպես միշտ կլինի, որ աղջիկը միշտ կողքին կլինի, կսիրի, կգա, կզանգի։ Հիմա մնացել էր միայն լռությունը և հեռախոսը, որը լռում է։ Անահիտը վերադարձավ խոհանոց, վերցրեց հեռախոսը և դրեց այն կոմոդի հեռու դարակում, այնտեղ, որտեղ հին լուսանկարներն ու նամակներն էին։ Թեևս, եթե այն անընդհատ չտեսնի, ավելի հեշտ կլինի։ Գուցե այդ ժամանակ նա դադարի սպասել, դադարի ականջ դնել ամեն ձայնի, հուսալով, որ դա զանգն է։ Բայց 5 րոպե անց նա վերադարձավ, հանեց հեռախոսը և նորից դրեց սեղանին։ Հանկարծ Անին այնուամենայնիվ գրի, հանկարծ զանգի, հանկարծ մի բան պատահի, և աղջիկան մայրը պետք լինի։ Անահիտը նայեց ժամացույցին։ Երեկոյան ժամը 7-ին դեռ շատ կար։ Առաջ հենց այդ ժամանակ էր զանգում Անին, երբ դեռ կանոնավոր էր զանգում։ Երեկոյան ժամը 7-ը իրենց ժամանակն էր։ Հիմա այդ ժամանակը վերածվել էր տանջանքի։ Ամեն երեկո Անահիտը նստում էր բազկաթոռին, հեռախոսը դնում կողքին և սպասում։ Եվ ամեն երեկո ոչինչ չէր լինում։ Այսօր էլ այդպես կլինի։ Անահիտը դա հաստատ գիտեր, բայց միևնույն է կսպասի, որովհետև նրան ուրիշ ոչինչ չէր մնում։ Տիկին Վարդուշը դուռը թակեց երեկոյան ժամը 4-ի կողմերը։ Անահիտը երկար ժամանակ չէր բացում, հուսալով, որ հարևանուհին կգնա, բայց թակոցը կրկնվեց ավելի համառորեն։ Անահիտ, տանն ես, բացիր, խոսելու բան կա։ Անահիտն անկամությամբ բարձրացավ բազմոցից, որտեղ պառկած էր վերջին 2 ժամը, նայելով առաստաղին, և գնաց դեպի դուռը։ Վարդուշը կանգնած էր շեմին, ձեռքին մի տոպրակ կարկանդակ, ժպտում էր լարված ու մեղավոր։ Թխեցի, մտածեցի մտնեմ հյուրասիրեմ հարևանիս։ Դե մենակ ես, երևի քեզ համար ոչինչ էլ չես պատրաստում։ Անահիտն ուզում էր հրաժարվել, բայց Վարդուշն արդեն մտել էր բնակարան, հանել կոշիկներն ու ուղղվել դեպի խոհանոց, ինչպես իր տանը։ Ստիպված էր գնալ հետևից։ Թեյ կխմես, հարցրեց Անահիտը, ավելի շատ քաղաքավարությունից դրդված։ Իհարկե, քո մուրաբայով, եթե կա։ Նրանք նստեցին սեղանի շուրջ։ Վարդուշը ծամում էր կարկանդակն ու խոսում հեռուստացույցի ինչ-որ հաղորդման մասին, այն մասին, թե ինչպես են թանկացել մթերքները։ Որ շուտով ձմեռ է։ Անահիտը գլխով էր անում և ձևացնում էր, թե լսում է, բայց մտքերը հեռու էին։ Իսկ Անին ինչպես է, հանկարծ հարցրեց Վարդուշը,
եւ Անահիտը ցնցվեց։ Լավ է, աշխատում է, վաղուց չի եկել, զբաղված է, կարիերա են անում։ Վարդուշը գլխով արեց, բայց աչքերում կարեկցանքի նման մի բան փայլեց։ Անահիտը դա նկատեց եւ զգաց, թե ինչպես ներսում ամեն ինչ սեղմվեց։ Նա չէր ուզում կարեկցանք, հատկապես հարևանուհուց, որն ամբողջ կյանքում նախանձել էր իր աղջիկան, կրթված, հաջողակ, մեծ քաղաք գնացած։ Լսիր, Անահիտ, Վարդուշը լռեց, հետո շարունակեց ավելի ցածր ձայնով. Իսկ դու գիտես, որ Անին այստեղ էր վերջերս։ Անահիտը քարացավ թեյի բաժակը ձեռքին։ Ինչ ես ասում։ Դե ես ինքս տեսա։ Անցյալ օրը ցերեկը դուրս եմ գալիս դեղատնից, տեսնեմ նա մեքենայից իջնում է։ Այնպիսի գործնական կոստյումով հեռախոսով խոսում է։ Ուզում էի մոտենալ բարևել, բայց նա արագ մտավ հրապարակի մոտի այն գրասենյակային շենքը։ Դու միթե չգիտեիր։ Անահիտը դանդաղ դրեց բաժակը սեղանին, ձեռքերը դողում էին։ Ոչ, նա ինչ չէր ասել։ Գուցե ուզում էր անակնկալ անել, անվստահ ենթադրեց Վարդուշը, բայց ինքն էլ չէր հավատում իր խոսքերին։ Այո, երևի, չոր պատասխանեց Անահիտը։ Նրանք դեռ մի փոքր նստեցին, բայց զրույցը չէր ստացվում։ Վարդուշը գնաց սեղանին թողնելով կիսատ թողած կարկանդակները։ Անահիտը ճանապարհեց նրան մինչև դուռը, փակեց կողպեքով եւ մեջքով հենվեց դրանը։ Անին այստեղ է եղել անցյալ օրը եւ չի մտել։ Նույնիսկ չի զանգել, որ զգուշացնի։ Պարզապես եկել է գործերով ու գնացել, նույնիսկ չհիշելով, որ մի քանի թաղամասային կողմ ապրում է եմայրը։ Անահիտը վերադարձավ խոհանոց, վերցրեց հեռախոսը եւ բացեց նամակագրությունը աղջիկա հետ։ Վերջին հաղորդագրությունն այն նույն օրվանից էր, որի մասին խոսում էր Վարդուշը։ Ամեն ինչ նորմալ է, մամ, գործերը շատ են։ Ոչ մի հիշատակում այն մասին, որ նա այստեղ է, որ նա մոտիկ է։ Մատներն իրենք հավաքեցին հաղորդագրությունը։ Անի, դու այստեղ էիր։ Անահիտը նայեց էկրանին մի քանի րոպե, հետո ջնջեց տեքստը։ Նորից գրեց. Ինչու չմտար։ Ջնջեց եւ դա։ Վերջի վերցո պարզապես գրեց. Զանգիր, խնդրում եմ, երբ ժամանակ ունենաս։ Պատասխանը եկավ ցերեկ ժամանց։ Լավ, մամ։ Ուրիշ ոչինչ։ Անահիտը սպասեց մինչև կեսգիշեր, բայց զանգ չեղավ։ Նա պարկեց քնելու, բայց չէր կարողանում ննջել։ Գլխում նույն մտքերն էին պտտվում։ Ինչու։ Ինչի համար։ Ինչ է ինքը սխալ արել։ Անահիտը հիշում էր աղջկա հետ բոլոր զրույցները։ Վերջին տարվա ընթացքում փորձում էր հասկանալ, թե հատկապես որտեղ է տեղի ունեցել խզումը։ Միգուցե նա շատ էր դժգոհում առողջությունից, կամ շատ հաճախ էր հարցնում, երբ է Անին գալու, կամ ձանձրացրել էր իր զանգերով ու հաղորդագրություններով։ Բայց չէ որ նա մայր է։ Նա իրավունք ունի հետաքրքրվել աղջկա կյանքով, անհանգստանալ, ուզել տեսնել նրան ավելի հաճախ։ Դա չէ նորմալը, թե ոչ։ Անահիտը հիշեց, թե ինչպես մի քանի ամիս առաջ խնդրեց Անին գալ իր ծննդյան օրը։ Աղջիկը պատասխանեց, որ չի կարող։ Չափազանց շատ աշխատանք կա, բայց խոստացավ շնորհավորել տեսազանգով։ Արդյունքում ուղարկեց կարճ ձայնային հաղորդագրություն երեկոյան ժամը 10-ին։ Ծնունդդ շնորհավոր, մամ, առողջություն եմ մաղթում։ Կներես, որ չստացվեց գալ։ Ձայնը հոգնած էր, անտարբեր։ Անահիտը լսեց այդ հաղորդագրությունը մոտ 10 անգամ անընդմեջ, փորձելով գտնել դրանում գոնե մի կաթիլ ջերմություն։ Բայց չգտավ։ Հաջորդ օրվա առավոտը սկսվեց նրանով, որ Անահիտը ստուգեց հեռախոսը։ Ոչ մի նոր հաղորդագրություն։ Նա վեր կացավ, լվացվեց, հագնվեց եւ որոշեց դուրս գալ փողոց։ Պետք է շեղվել, այլապես խելագարվել կարելի էր։ Հրապարակում, որտեղ Վարդուշի խոսքով տեսել էին Անիին, Անահիտը կանգնեց գրասենյակային շենքի մոտ։ Այն նոր էր, ապակեպատ, պտտվող դռներով եւ պահակախմբով մուտքի մոտ։ Անահիտը նայեց մուտքի մոտի ցուցանակի ընկերությունների ցանկին, բայց ոչ մի անուն նրան ոչինչ չասաց։ Նա չգիտեր, թե որտեղ է աշխատում աղջիկը։ Անին երբեք մանրամասն չէր բացատրել, թե ինչով է զբաղվում։ Միշտ պատասխանում էր ընդհանուր արտահայտություններով։ Մենեջմենտ, նախագծեր, պայմանագրեր։ Անահիտը մի փոքր էլ կանգնեց, հետո գնաց դեպի այգի, նստեց նստարանին, նայում էր անցորդներին։ Երիտասարդ մայրեր մանկասայլակներով, թոշակառուներ թերթերով, դերահասներ ինքնագլորներով։ Բոլորը ինչ-որ տեղ շտապում էին։ Բոլորն իրենց գործերն ունեին։ Իսկ ինքը ոչինչ չուներ։ Միայն դատարկություն եւ զանգի սպասում, որը չի լինելու։ Վերադառնալով տուն, Անահիտը նորից վերցրեց հեռախոսը։ Այս անգամ հաղորդագրություն չգրեց, այլ պարզապես հավաքեց աղջկա համարը։ Երկար ազդանշաններ, հետո Անիի դժգոհ ձայնը։ Մամ, ինչ է պատահել։ Ոչինչ, պարզապես ուզում էի խոսել։ Մամ, ես խորհրդակցության եմ, չեմ կարող, հիմա, հետո կզանգեմ։ Անի, սպասիր, դու այստեղ էիր անցյալ օրը։ Դադար, երկար, անհարմար։
Որտեղից գիտես։ Հարևանուհին է տեսել, ինչու չմտար։ Մամ, դա աշխատանքային այց էր, հանդիպում ունեի։ Ես բառացիորեն 1 ժամով էի եկել, ժամանակ չկար։ Բայց դու գոնե կարող էիր զանգել ասել, որ մոտիկ ես։ Ինչի համար, որ դու նեղանայիր, որ ես չեմ մտել, ես չէ որ գիտեմ դու ինչպես ես արձագանքում։ Ինչպես եմ արձագանքում։ Դե էսպես, սկսում ես նեղանալ, կշտամբել, մամ, ինձ իսկապես պետք է գնալ։ Անի, սպասիր, բայց աղջիկն արդեն անջատել էր հեռախոսը։ Անահիտը նստած էր հեռախոսը ձեռքին եւ չէր կարողանում շարժվել։ Աղջկա խոսքերը կտրում էին դանակի պես. նեղանալ, կշտամբել։ Միթե Անին իսկապես այդպես է մտածում, որ մայրը միայն այն է անում, որ նեղանում է ու կշտամբում։ Անահիտը փորձեց հիշել, թե երբ է վերջին անգամ կշտամբել աղջկան ինչ-որ բանում։ Չէր կարողանում։ Նա միշտ ամեն ինչ հասկանում էր, միշտ ներում էր, միշտ արդարացնում։ Նույնիսկ հիմա, երբ Անին եկել էր ու չէր մտել, Անահիտը փորձում էր բացատրություն գտնել պատճառ, որը դա նորմալ կդարձներ։ Բայց դրանում ոչ մի նորմալ բան չկար։ Երեկոյան Անահիտը նորից նստեց բազկաթորին, հեռախոսով։ Ժամը 7-ը, հետո 8-ը, հետո 9-ը, զանգ չկար։ Նա եւս մեկ հաղորդագրություն գրեց. Անի, ինձ համար կարևոր է խոսել։ Պատասխան չեղավ։ Անահիտը պարկեց քնելու 11-ի կեսերին, բայց քունը չկար։ Նա պարկած էր մթության մեջ եւ մտածում էր այն մասին, թե երբ ամեն ինչ սխալ ընթացավ, եւ հասկանում էր, որ պատասխան չկա։ Պարզապես մի օր աղջիկը որոշեց, որ մայրն իրեն այլևս պետք չէ, եւ Անահիտը ոչինչ չէր կարող անել դրա հետ։ Անցավ 1 շաբաթ։ Անին այդպես էլ հետ չզանգեց։ Անահիտն այլևս առաջինը չէր գրում։ Նա որոշեց, որ եթե աղջիկն ուզում է շփվել, ապա ինքը ժամանակ կգտնի, բայց ժամանակ չէր գտնվում։ Ամեն օր Անահիտն արթնանում էր այն մտքով, որ այսօր անպայման զանգ կլինի։ Չէ որ չի կարող պատահել, որ աղջիկն ամբողջությամբ մոռանա մոր մասին։ Բայց օրերն անցնում էին, հեռախոսը լռում էր եւ հույսը հալվում էր ինչպես ձյունը գարնանը։ Անահիտը դադարեց պատրաստել։ Ինչի համար, եթե ուտել միևնույն է չէր ուզում։ Նա թեյ էր խմում չորահացով, երբեմն տաքացնում էր փաթեթավորված արագ պատրաստվող ապուրը, երբեմն պարզապես քաղցած էր պարկում քնելու։ Վարդուշը նորից էր գալիս, նորից կարկանդակներ բերում, նորից հարց ու փորձ անում Անիից։ Անահիտը միավանք էր պատասխանում եւ աշխատում էր շուտ ճանապարհել հարևանուհուն։ Մի երեկո, երբ պատուհանից այն կողմ արդեն մտնել էր, Անահիտը բացեց սոցիալական ցանցերը։ Նա հազվադեպ էր այնտեղ մտնում, բայց Անին ժամանակին նրա համար էջ էր բացատրել ինչպես ավելացնել ընկերներին ու նայել լուսանկարները։ Անահիտը գտավ աղջկա էջը եւ քարացավ։ Վերջին գրառումն արվել էր 3 օր առաջ։ Լուսանկար։ Անին ռեստորանում է։ Սեղանի շուրջ մի բաժակ գինով։ Կողքին ինչ-որ մարդիկ են։ Բոլորը ժպտում են։ Մակագրությունը։ Հիանալի երեկո գործընկերների հետ։ Անահիտը մեծացրեց լուսանկարը։ Զննում էր աղջկա դեմքը։ Անին երջանիկ տեսք ուներ։ Գոհ, հանգիստ, բոլորովին նման չէր այն հոգնած կնոջը, որը չէր կարողանում 5 րոպե գտնել մորը զանգելու համար։ Անահիտը թերթեց առաջ։ Էլի մի լուսանկար։ Անին համաժողովի ժամանակ։ Անին գրասենյակում։ Անին զբոսնում է այգում։ Ամեն ուր ժպիտ է, ամեն ուր գոհ դեմք։ Եվ ոչ մի տեղ ոչ մի խոսք մոր մասին, ոչ մի հիշատակում, ոչ մի լուսանկար մանկությունից, ոչինչ։ Անահիտը փակեց էջը եւ հեռախոսը դեց սեղանին։ Ներսում ամեն ինչ պաղեց։ Ուրեմն հարցն այն չէ, որ Անին զբաղված է։ Հարցն այն է, որ նրան պարզապես մայրը պետք չէ։ Նա ապրում է իր վառ ու հետաքրքիր կյանքով, եւ այդ կյանքում տեղ չկա մի ծեր կնոջ համար, որը նստած է տանը եւ սպասում է զանգի։ Անահիտը վեր կացավ եւ մոտեցավ պահարանին, որտեղ պահվում էին հին լուսանկարների ալբոմները։ Հանեց մեկը, ամենամաշվածը, եւ բացեց առաջին էջը։ Փոքրիկ Անին, դեռ բոլորովին փոքրիկ, գլխարկով ու բարուրի մեջ։ Անահիտը հիշում էր այդ օրը, դուրս գրումը ծննդատնից։ Ամուսինը, որն արդեն 10 տարուց ավելի է օղջ չէ, կանգնած է կողքին եւ բռնել է ծաղկեփունջը։ Նրանք երկուսն էլ նայում են աղջկան ու ժպտում։ Այն ժամանակ թվում էր, թե ամբողջ կյանքն առջևում է, որ նրանք միշտ երջանիկ կլինեն։ Անահիտը շրջեց էջը։ Անին 1 տարեկանում անում է առաջին քայլերը։ Անին 3 տարեկանում, խաղահրապարակում։ Անին դպրոցական համազգեստով, հսկայական ծաղկեփնջով։ Անին դեռահաս, հյուսքերով ու բրեկետներով։ Անին ուսանող, կայարանում ճամպրուկով։ Վերջին լուսանկարն ալբոմում։ Անահիտը փակեց ալբոմը եւ հետ դրեց տեղը։ Նա այլևս չէր ուզում նայել։ Հիշողությունները միայն սաստկացնում էին ցավը։
այն Անին, որն այս լուսանկարներում էր, այլևս գոյություն չուներ։ Կամ գուցե երբեք էլ գոյություն չէր ունեցել։ Գուցե Անահիտը պարզապես իր համար հորինել էր կատարյալ դստեր կերպար, սիրող ու հոգատար, իսկ իրական Անին միշտ էլ եղել էր այնպիսին, ինչպիսին հիմա է։ Պարզապես Անահիտը չէր ուզում դա տեսնել։ Գիշերը Անահիտը արթնացավ կրծքավանդակի ցավից, սուր, սեղմող, այնպիսին, որ հնարավոր չէր շունչ քաշել։ Նա փորձեց վեր կենալ, հասնել հեռախոսին, բայց ուժերը չհերիքեցին։ Ցավը ծածկեց ալիքի պես, եւ Անահիտը կորցրեց գիտակցությունը։ Նա ուշքի եկավ դռան զանգից, համար բարձր։ Տիկին Վարդուշը գոռում էր աստիճանահարթակից. «Անահիտ, բացիր։ Անահիտ, կենթանի ես»։ Անահիտը դժվարությամբ բարձրացավ հատակից։ Գլուխը պտտվում էր։ Կրծքում դեռ մխկտում էր, բայց արդեն ոչ այնքան ուժեղ։ Նա քաշ գալով հասավ դրան մոտ ու բացեց։ Վարդուշը ներխուժեց բնակարան, վախեցած հեռախոսը ձեռքին։ «Աստված իմ, Անահիտ, արդեն կարծում էի, թե մեռել ես։ Զանգում եմ, թակում եմ, իսկ դու չես բացում»։ Վատ է իսկում, խրպոտ ձայնով ասաց Անահիտը։ «Պետք է շտապ օգնություն կանչել»։ «Պետք չէ, արդեն անցավ»։ Բայց Վարդուշը չլսեց։ Նա հավաքեց համարը եւ բժիշկներ կանչեց։ Նրանք եկան 20 րոպե անց։ Զննեցին Անահիտին։ Չափեցին ճնշումը, կարդիոգրամը արեցին։ Ճնշումը բարձր է։ Սիրտը խաղում է, ասաց երիտասարդ բուժակը։ Ձեզ պետք է հիվանդանոցում հետազոտվել։ Ոչ մի տեղ էլ չեմ գնա։ Համառորեն պատասխանեց Անահիտը։ Պետք է, տատիկ ջան։ Սա կարող է լուրջ լինել։ Ասացի չեմ գնա։ Բժիշկները թոթվեցին ուսերը։ Դեղեր թողեցին ու գնացին։ Վարդուշը մնաց։ Թեյ պատրաստեց։ Անահիտին նստեցրեց բազմոցին։ Դու խելքդ թրծրել ես։ Վատ ես զգում, բայց հիվանդանոց չես ուզում գնալ։ Ինչի՞ս է պետք հիվանդանոցը։ Ինչպես թե ինչի համար, բուժվելու համար։ Ինչից բուժվել։ Միայնությունից։ Վարդուշը լռեց, հետո կամաց հերցրեց։ Անիին զանգեցիր։ Ինչի համար։ Ինչպես թե ինչի համար։ Նա քո աղջիկն է։ Պետք է իմանա, որ վատ ես։ Նրա համար մեկ է։ Այդպես մի ասա։ Ճշմարտությունն է։ Անահիտը հոգնած նայեց Վարդուշին։ Նրա համար մեկ է։ Նա իր կյանքով է ապրում, իսկ ես նրան միայն խանգարում եմ։ Վարդուշն ուզում էր ինչ-որ բան ասել, բայց լռեց, որովհետև գիտեր, որ Անահիտը ճիշտ է։ Երեկոյան Անահիտն այնուամենայնիվ գրեց աղջկան։ Կարճ հաղորդագրություն։ Վատ է իսկում։ Շտապ օգնություն էր եկել։ Ուղարկեց ու հեռախոսը դրեց մի կողմ։ Պատասխանը եկավ 1 ժամ անց։ Ինչ է պատահել։ Հիվանդանոցում ես։ Անահիտը նայեց էկրանին եւ չպատասխանեց։ Ինչի համար։ Անին հարցրեց ոչ թե այն պատճառով, որ անհանգստանում էր։ Նա հարցրեց, որովհետև այդպես է ընդունված, որովհետև եթե մայրը հիվանդանոցում է, ստիպված կլինի գալ, իսկ դա անհարմար է։ Հեռախոսը նորից վիբրացիա տվեց։ Մամ, պատասխանիր։ Հետո էլի մեկը։ Ուր ես։ Եվ եւս մեկը։ Անհանգստանում եմ։ Անահիտը վերցրեց հեռախոսը եւ գրեց. Տանն եմ։ Ամեն ինչ նորմալ է։ Ուրիշ ոչինչ։ Թող Անին մտածի ինչ ուզում է։ Պատասխանը եկավ ակնթարթորեն. Փառք Աստծո։ Քեզ լավ նայիր, մամ։ Վաղը կզանգեմ։ Անահիտն անջատեց հեռախոսը եւ պառկեց քնելու։ Վաղը զանգ չի լինի։ Նա դա հաստատ գիտեր։ Անցավ եւս 2 շաբաթ։ Անին այդպես էլ չզանգեց։ Անահիտն այլևս չէր զարմանում։ Նա դադարել էր սպասել, դադարել էր հուսել։ Կյանքը վերածվել էր նույնանման օրերի շարանի։ Արցնանալ, թեյ խմել, նայել պատուհանից, նորից պառկել։ Երբեմն գալիս էր Վարդուշը, երբեմն ոչ։ Անահիտի համար արդեն մեկ էր։ Մի առավոտ, երբ Անահիտը պատրաստվում էր գնալ խոհանոց, զանգեց հեռախոսը, անծանոթ համար։ Նա չէր ուզում վերցնել, բայց զանգը կրկնվեց։ Հետո եւս 1 անգամ։ Անահիտն անկամությամբ պատասխանեց. Բարև ձեզ, տիկին Անահիտ, հարցրեց տղամարդու ձեն։ Այո, ձեզ անհանգստացնում է Հայկ Սարգսյանը։ Ես ձեր դստեր գործընկերն եմ։ Անին խնդրեց փոխանցել, որ ինքն այժմ գործուղման մեջ է եւ մի քանի օր չի կարողանա կապի դուրս գալ։ Խնդրեց ասել, որ ամեն ինչ լավ է։ Անահիտը լռում էր։ Գլխում դանդաղ տեղավորվում էր տեղեկությունը։ Անին խնդրել է գործընկերոջը զանգել մորը, նույնիսկ ինքը չի զանգել, այլ խնդրել է մեկ ուրիշին։ Ալո, լսում եք ինձ։
կրկնեց տղամարդը։ Լսում եմ, շնորհակալություն։ Նա խնդրեց նաև փոխանցել, որ կկապնվի հենց վերադառնա։ Լավ, մեխանիկորեն պատասխանեց Անահիտը եւ անջատեց հեռախոսը։ Նա կանգնած էր սենյակի մեջտեղում եւ չէր կարողանում դեղից շարժվել։ Ներսում ամեն ինչ թմրել էր։ Անի համար այնքան մեկ էր մայրը, որ նա նույնիսկ մի քանի րոպե չէր գտել ինքնուրույն զանգելու համար։ Պարզապես ասել էր գործընկերներից մեկին, թե հայտնիր մորս, որ ողջ եմ։ Անահիտը գնաց խոհանոց, նստեց սեղանի շուրջ եւ գլուխը դրեց ձեռքերին։ Արդյունքներ չկային, պարզապես մի հսկայական ու անտարբեր դատարկություն։ Նա այդպես նստած մնաց այնքան ժամանակ, մինչև պարանոցը ցավեց։ Երեկոյան եկավ Վարդուշը, ինչպես միշտ կարկանդակներով։ Անահիտը բացեց դուռը, բայց ներս չհրավիրեց։ Վարդուշ, կներես, ինձ լավ չեմ զգում, այսօր հյուրի տրամադրություն չունեմ։ Գուցե օգնեմ ինչ-որ բանով, դեղ բերեմ։ Պետք չէ, շնորհակալություն։ Վարդուշը գնաց շփոթված։ Անահիտը փակեց դուռը եւ վերադարձավ խոհանոց։ Նորից նստեց սեղանի շուրջ եւ սկսեց նայել հեռախոսին։ Սև ուղղանկյունը պառկած էր նրա առջև որպես դատավճիռ։ Աղջիկա հետ կապը վերջնականապես խզվել էր։ Հիմա Անին նույնիսկ չէր էլ փորձում հարաբերությունների պատրանք ստեղծել։ Նա պարզապես դա պատվիրակել էր մեկ ուրիշին, ինչպես ցանկացած աշխատանքային առաջադրանք։ Անահիտը մտածեց այն մասին, որ թերևս ինքը պետք է առաջինը դադարեցնի այս տանջանքը։ Պարզապես դադարի գրել, դադարի զանգել, դադարի սպասել, ձևացնի, թե ինքն աղջիկ չունի։ Գուցե այդպես ավելի հեշտ լինի, բայց հոգու խորքում նա գիտեր, որ չի կարողանա, որովհետև Անին այն ամենն է, ինչ իրեն մնացել է։ Միակ մարդը, որը գոնե ինչ-որ կերպ կապում է Անահիտին այս աշխարհի հետ։ Առանց աղջիկա նա պարզապես մի միայնակ պարավ է, որն իր օրերն է մաշում դատարկ բնակարանում։ Անահիտը շուտ պարկեց քնելու, բայց քունը չէր տանում։ Նա պարկած նայում էր մթությանը, փորձելով հասկանալ, թե որտեղ է սխալվել։ Գուցե շատ է տվել աղջիկան, շատ է երես տվել, թե ընդհակառակը չափազանց խիստ է եղել։ Գուցե պետք չէր թողնել, որ Անին գնա մայրաքաղաք, պնդեր, որ մնա այստեղ, Վանաձորում, կողքին։ Բայց այս բոլոր մտքերը ոչ մի տեղ չէին տանում, անցյալը չես փոխի, իսկ ապագան այլևս նշանակություն չունի։ 3 օր անց Անին ինքը գրեց, կարճ հաղորդագրություն. Ողջույն մամ, վերադարձա գործուղումից, ինչպես ես։ Անահիտը կարդաց եւ չպատասխանեց։ Անցավ մի քանի ժամ, եկավ եւս մեկը, նեղացել ես։ Անահիտը վերցրեց հեռախոսը եւ գրեց. Ոչ, ամեն ինչ լավ է։ Ուրիշ ոչինչ։ Անին պատասխանեց. Ինչ որ տարօրինակ ես, մի բան պատահել է։ Անահիտն ուզում էր ճշմարտությունն ասել։ Ուզում էր ասել, որ ցավոտ է, որ վիրավորական է, որ անտանելի է այսպես ապրելը, երբ աղջիկը գործընկերներին է ուղարկում, որ նրանք մորը հայտնեն, թե իր հետ ամեն ինչ կարգին է։ Ուզում էր ասել, որ իրեն անպետք է զգում, մոռացված, լքված։ Բայց դրա փոխարեն գրեց. ամեն ինչ նորմալ է, մի անհանգստացիր։ Եվ հասկացավ, որ վերջնականապես հանձնվել է։ Նա այլևս չի պայքարելու աղջկա ուշադրության համար, չի խնդրելու, չի աղաչելու, չի նեղանալու։ Պարզապես գոյություն կունենա լուր ու աննկատ, մինչև սիրտը վերջնականապես կանգ առնի։ Անին այդ օրն այլևս չգրեց, եւ Անահիտին դա նույնիսկ չզարմացրեց։ Հոկտեմբերը բերեց ցուրտն ու անձրավները։ Անահիտը գրեթե դադարեց դուրս գալ փողոց։ Ինչի համար, գնալու տեղ չկար, անելու բան նույնպես։ Նա նստում էր տանը, թեյ խմում, նայում պատողանից։ Երբեմն միացնում էր հեռուստացույցը, բայց 5 րոպե անց անջատում էր։ Նյարդայնացնում էին գորգորացող հաղորդավարները, հիմար հաղորդումները, անվերջանալի գովազդը։ Վարդուշը սկսեց ավելի հազվադեպ գալ։ Անահիտը զգում էր, որ հարևանուհին հոգնել է իր լռությունից, նրանից, որ ամեն զրույց բախվում էր խուլ պատին։ Վարդուշը փորձում էր զվարճացնել, անեկդոտներ էր պատմում, նորություններով կիսվում։ Բայց Անահիտը միայն գլխով էր անում ու լռում։ Ի վերջո Վարդուշը հանձնվեց եւ սկսեց մտնել շաբաթը մեկ անգամ։ Պարզապես ստուգելու ողջ է հարևանուհին թե ոչ։ Հեռախոսը պառկած էր պահարանիկի վրա եւ այլևս չէր զբաղեցնում Անահիտի բոլոր մտքերը։ Նա դադարել էր այն ստուգել ամեն 5 րոպեն մեկ, դադարել էր ցնցվել ամեն ձայնից։ Անին գրում էր շաբաթը մեկ անգամ, նույն բանը, ինչպես ես մամ։ Անահիտը պատասխանում էր լավ եւ դրանով զրույցն ավարտվում էր։ Մի գիշեր Անահիտն արթնացավ տարօրինակ զգացողությունից։ Ասեց ինչ որ բան սեղվում էր ներսում, դուրս մղելով օդը թոքերից։ Նա փորձեց նստել, բայց չկարողացավ։ Ձեռքը չէր լսում, ոտքը նույնպես։ Անահիտն ուզում էր գոռալ, բայց ձայնը չէր դուրս գալիս։ Նա պառկած էր մթության մեջ եւ հասկանում էր, որ մեռնում է։
Եվ ամենը սարսափելին այն էր, որ նա չէր ուզում դիմադրել։ Ընդհակառակը, գրեթե ուզում էր, որ դա շուտ ավարտվի, որ այլևս ցավոտ չլինի, միայնակ չլինի այս անվերջանալի դատարկությունը։ Բայց մարմինը չէր հանձնվում։ Մի քանի րոպե անց շնչառությունը վերականգնվեց, ձեռքը նորից սկսեց շարժվել։ Անահիտը կարողացավ հասնել հեռախոսին, բայց չզանգեց։ Ում? Վարդուշին? Անիին? Ինչու անհանգստացնել նրանց գիշերվա կեսին։ Նա պարկած մնաց մինչև առավոտ, նայելով առաստաղին։ Երբ լուսացավ, վեր կացավ, դժվարությամբ հասավ խոհանոց, ջուր խմեց։ Հայելու մեջ տեսավ մոխրագույն դեմքը, ներս ընկած աչքերը, կապտած շուրթերը։ Վախեցավ, բայց ոչ այնքան, որ բժիշկ կանչեր։ Ցերեկը եկավ Վարդուշը, նայեց Անահիտին ու ճչաց. «Աստված իմ, Անահիտ, դու քեզ նայիր, դու չէ որ մեռնում ես»։ «Չեմ մեռնում», թույլ առարկեց Անահիտը։ «Մեռնում ես։ Ես շտապ օգնություն եմ կանչում ու չհամարձակվես վիճել»։ Այս անգամ Անահիտը չդիմադրեց, ուժ չկար։ Վարդուշը զանգեց, բժիշկները եկան, նայեցին Անահիտին ու գլուխները տարուբերեցին։ «Ձեզ շտապ հոսպիտալացում է պետք», ասաց բժիշկուհին։ «Մոտ 40 տարեկան մի կին, հոգնած դեմքով»։ «Չեմ գնա, դա չի քննարկվում։ Ըստ ամենայնիք դուք միկրոինսուլտ եք տարել։ Եթե չբուժվեք, կլինի լիարժեք ինսուլտ, եւ այդ ժամանակ արդեն ոչինչ չի օգնի»։ Անահիտն ուզում էր հրաժարվել, բայց Վարդուշը կանգնեց կողքին ու պինդ ասաց. «Կգնաս։ Ես քեզ հետ կգամ, բոլոր փաստաթղթերը կձևակերպեմ, բայց կգնաս»։ Անահիտը հանձնվեց։ Նրան տարան շտապ օգնության մեքենայով, պարկեցրին նյարդաբանական բաժանմունքում, 4 տեղանոց հիվանդասենյակում։ Սենյակակիցները բոլորն էլ տարեց կանայք, անմիջապես սկսեցին հարց ու փորձ անել, որտեղից է, ինչ է պատահել, երեխաներ ունի։ Անահիտը միավանք էր պատասխանում եւ շրջվեց դեպի պատը։ Բժիշկները հետազոտություններ արեցին, կաթիլայիններ, տեղեր նշանակեցին։ Անահիտի համար մեկ էր, նա ապարկած նայում էր պատուհանից։ Պատուհանից այն կողմ անձրև էր գալիս, մոխրագույն ու տխուր, ինչպես իր կյանքը։ Վարդուշը գալիս էր ամեն օր, մրգեր էր բերում, յոգուրտներ, հարցնում էր ինքնազգացողությունից։ Անահիտը շնորհակալություն էր հայտնում եւ ուտում էր առանց ախորժակի։ Մի օր Վարդուշը հարցրեց. «Անիին ասեցի՞լ, որ հիվանդանոցում ես»։ «Ոչ»։ «Անահիտ, դե պետք է, նա պետք է իմանա»։ «Ինչի համար»։ «Ինչպես թե ինչի համար, նա քո աղջիկն է։ Նա իր կյանքն ունի»։ Վարդուշը հոգոց հանեց ու չվիճեց։ Բայց երեկոյան, երբ նա գնաց, Անահիտն այնուամենայնիվ վերցրեց հեռախոսը եւ գրեց Անիին. «Հիվանդանոցում եմ, միկրոինսուլտ»։ Ուղարկեց ու հեռախոսը դրեց պահարանիկին։ Պատասխանը եկավ 10 րոպե անց։ «Ինչ։ Որ հիվանդանոցում։ Ինչպես ես քեզ զգում»։ Անահիտը գրեց հիվանդանոցի անունը եւ ավելացրեց. «Նորմալ է։ Բուժում են։ Ես կգամ։ Վաղը երեկոյան կլինեմ այնտեղ»։ Անահիտը կարդաց ու անջատեց հեռախոսը։ Այլևս չէր ուզում նամակագրություն վարել։ Աղջիկը կգա։ Դե հետո ինչ կփոխի դա։ Հաջորդ օրը Անահիտը պարկած սպասում էր։ Սենյակակիցները նկատեցին, որ նա նյարդայնանում է եւ սկսեցին հարցնել, թե ով է գալու։ Անահիտը պատասխանեց. «Աղջիկը» եւ լռեց։ Սենյակակիցները բազմիմաստ հայացքներ փոխանակեցին, բայց ոչինչ չասացին։ Անին եկավ երեկոյան ժամը 8-ին։ Անահիտն անմիջապես ճանաչեց նրա քայլերը միջանցքում։ Արագ, վստահ։ Դուռը բացվեց։ Անին ներս մտավ, զննեց հիվանդասենյակը, տեսավ մորը եւ մոտեցավ մահճակալին։ «Մամ, բարև», ասաց նա եւ կռացավ, որ համբուրի այտը։ Անահիտը չպատասխանեց, պարզապես նայում էր աղջկան։ Անին հագնված էր թանկարժեք կոստյումով, մազերը հարդարված էին, դիմահարդարում նանթերի, նույնիսկ այստեղ, հիվանդանոցում։ Նա այնպիսի տեսք ուներ, ասես եկել էր գործնական հանդիպման։ «Ինչպես ես քեզ զգում»։ հարցրեց Անին, նստելով մահճակալի կողքի աթոռին։ «Նորմալ է։ Բժիշկներն ինչ են ասում»։ «Որ պետք է բուժվել»։ Դե դա պարզ է։ Անին նյարդայնացած խաղում էր պայուսակի փոքի հետ։ «Իսկ կոնկրետ ինչ։ Ինչքան պետք է այստեղ մնաս»։ «Մի 2 շաբաթ»։ Պարզ է։ Նրանք լռեցին։ Անին շուրջն էր նայում, ասեց փնտրում էր ինչից խոսել։ Սենյակակիցներն անթաքույց լսում էին, նույնիսկ չթաքցնելով հետաքրքրությունը։ «Մամ, ինչու միանգամից չասացիր, որ քեզ վատ ես զգում»։ Վերջապես հարցրեց Անին։ «Ինչի համար։ Ինչպես թե ինչու, ես ավելի շուտ կգայի։ Դու զբաղված էիր։ Մամ, մի ասա այդպես, չէ որ գիտես, որ ինձ համար քեզնից կարևոր ոչինչ չկա»։ Անահիտը երկար նայեց աղջկան։ Անին չդիմացավ, հայացքը թեքեց։ «Անի, դու այստեղ էիր 1 ամիս առաջ», կամաց ասաց Անահիտը, եւ չմտար ինձ մոտ։ «Մամ, ես չէ որ բացատրեցի, դա աշխատանքային այց էր, դու մի քանի թաղամասային կողմ էիր, բայց ես ժամանակ չունեի։ Դու երբեք ժամանակ չունես»։ Անին հոգոց հանեց, շփեց քթի կամրջակը։
Մամ, արի հիմա չխոսենք դրա մասին, դու հիվանդանոցում ես, քեզ պետք է հանգստանալ, մենք կխոսենք, երբ քեզ դուրս գրեն։ Կխոսենք, արձագանքեց Անահիտը։ Անին նստեց եւս 10 րոպե, հարցրեց բուժման մասին, բժիշկների մասին, ուտելիքի մասին։ Անահիտը կարճ էր պատասխանում։ Հետո Անին նայեց ժամացույցին ու ասաց. «Ինձ արդեն ժամանակն է, մամ։ Հյուրանոցն ամրագրված է, պետք է տեղավորվել։ Վաղը ցերեկը կգամ»։ Լավ, Անին համբուրեց մոր ճակատը, արագ դուրս եկավ հիվանդասենյակից։ Անահիտը հայացքով ճանապարհեց նրան ու փակեց աչքերը։ Դիմացի մահճակալին նստած տատիկը, մոտ 70 տարեկան, գլուխը տարուբերեց։ Երեխան էր, ասաց նա հոգոց հանելով։ Մեծացրինք, կրթեցինք, իսկ նրանք մեզ չեն էլ հիշում։ Անահիտը չպատասխանեց, պարզապես պառկած էր ու մտածում էր այն մասին, որ վաղը Անին նորից կգա։ Կնստի քաղաքավարությունից դրդված, հետո կգնա ու էլ չի հայտնվի, մինչև նորից մի բան չպատահի։ Անին գալիս էր ամեն օր, բայց ոչ երկար, մեծ ժամ, առավելագույնը 1:30, հետո փախչում էր, պատճառաբանելով զանգերը, հանդիպումները, գործերը։ Անահիտը հարցեր չէր տալիս, նա պարզապես պառկած լսում էր, թե ինչպես է աղջիկը պատմում աշխատանքից, նախագծերից, գործուղումներից։ Անին շատ էր խոսում, բայց ոչ մի խոսք չկար այն մասին, թե ինչն է հուզում մորը, ինչ է նա մտածում իրենց հարաբերությունների մասին, ինչ են զգում։ Մի օր Անահիտը չդիմացավ ու հարցրեց. «Անի, իսկ դու երբևէ մտածում ես իմ մասին»։ Աղջիկը լռեց կիսատ խոսքի վրա, զարմացած նայեց մորը։ «Իհարկե մտածում եմ, այդ ինչ հարց է»։ Դու մտածում ես իմ մասին, երբ շաբաթներով չես զանգում, երբ գալիս ես ու չես մտնում, երբ իմ փոխարեն գործընկերոջ ես ուղարկում։ Մամ, դե նորից ինչու ես սկսում։ Պատասխանիր, խնդրում եմ։ Անին վեր կացավ, գնաց դեպի պատուհանը, նայում էր փողոցին։ Մամ, ես չգիտեմ ինչ ես ուզում լսել։ Այո, ես մտածում եմ քո մասին, բայց ես իսկապես շատ աշխատանք ունեմ, ես չեմ կարող ամեն օր զանգել ու գալ։ Ես ամեն օր չեմ խնդրում, պարզապես գոնե երբեմն։ Ես զանգում եմ շաբաթը մեկ, մի հաղորդագրություն, իսկ ավելի հաճախ ես չեմ կարող։ Անահիտը փակեց աչքերը։ Պարզ է։ Մամ, դե ինչու ես ինձ ամբողջ ժամանակ կշտամբում, ես չէ որ ջանք եմ թափում, եկել եմ, ամեն օր նստած եմ այստեղ, որովհետև ես հիվանդանոցում եմ, իսկ եթե հիվանդանոց չլիներ, Անին կտրուկ շրջվեց։ Ինչ ես ուզում դրանով ասել, որ ես վատ դուստրեմ, որ ես քեզ լքել եմ։ Ես ոչինչ չեմ ուզում ասել, պարզապես հարցնում եմ։ Նրանք լռեցին, լարվածությունը կախված էր օդում, ծանր ու կպչուն, սենյակագիծները լռել էին, լսում էին։ Գիտես ինչ, մամ, վերջապես ասաց Անին, արի ավարտենք այս խոսակցությունը, քեզ չի կարելի հուզվել, հանգստացիր, ես վաղը կգամ։ Նա վերցրեց պայուսակն ու գնաց, նույնիսկ հրաժեշտ չտալով։ Անահիտը պառկած նայում էր առաստաղին, դիմացի տատիկը հոգոց հանեց։ Բալես, ծանր է քեզ համար։ Անահիտը չպատասխանեց։ Հաջորդ օրը Անին չեկավ, Անահիտը սպասեց ամբողջ օրը, բայց աղջիկն այդպես էլ չհայտնվեց։ Երեկոյան հաղորդագրություն եկավ։ Կներես, մամ, շտապ կանչեցին աշխատանքի, վաղը անպայման կգամ։ Անահիտը չպատասխանեց, նա գիտեր, որ վաղն էլ կարող է չլինել, և մյուս օրն էլ։ Անին պարզապես օգտագործում էր աշխատանքը որպես արդարացում, որպեսզի չգա, որպեսզի չշարունակի անհարմար խոսակցությունը։ 2 օր անց Անահիտին դուրս գրեցին։ Վարդուշը եկավ նրա հետևից, օգնեց հավաքել իրերը, հասցրեց տուն։ Անին այդպես էլ չհայտնվեց, միայն երեկոյան գրեց. «Մամ, կներես, բոլորովին ժամանակ չկար, ինչպես դուրս գրվեցիր»։ Անահիտը պատասխանեց. «Այո, տանն եմ, Անի, փառք Աստծո, քեզ լավ նայիր, ես շուտով կգամ»։ Անահիտն անջատեց հեռախոսը և պառկեց քնելու։ Նա գիտեր, որ շուտովը երբեք չի գալու, օրերը նորից սկսեցին հոսել միապաղաղ։ Անահիտը խմում էր դեղերը, պառկում բազմոցին, նայում պատուհանից։ Վարդուշը գալիս էր, ուտելիք էր պատրաստում, հավաքում էր տունը, բայց Անահիտը գրեթե չէր խոսում։ Նա պարզապես գոյություն ուներ, սպասում էր, թե երբ ամեն ինչ կավարտվի։ Անին չէր գրում 2 շաբաթ, հետո հաղորդագրություն ուղարկեց. «Մամ, կներես, որ երկար ժամանակ կապի դուրս չէի գալիս, աշխատանքը շատ էր, ինչպես ես»։ Անահիտը չպատասխանեց։ 1 օր անց Անին նորից գրեց. «Մամ, նեղացել ես, դե մի բան պատասխանիր»։ Անահիտը վերցրեց հեռախոսը և գրեց. «Չեմ նեղացել, պարզապես հոգնել եմ»։ Անի, ինչից ես հոգնել։ Անահիտը երկար մտածեց ինչ պատասխանել, հետո գրեց. «Ամեն ինչից»։ Էլ հաղորդագրություն չեկավ։ Գիշերը Անահիտը նորից վատացավ։ Սիրտը այնքան ուժեղ էր բաբախում, որ թվում էր հեսա դուրս կթռչի կրծքից։ Շնչելը դժվար էր, աչքերի առաջ մտնում էր։ Անահիտը փորձեց վեր կենալ, բայց ընկավ։
պառկած էր հատակին ու մտածում էր, որ հավանաբար սա վերջն է, բայց վերջը չեկավ։ Մի քանի րոպե անց հեշտացավ, Անահիտը դժվարությամբ բարձրացավ, հասավ մահճակալին, պառկեց։ Հեռախոսը պահարանիկի վրա էր, բայց նա չզանգեց։ Ինչի համար։ Որպեսզի նորից շտապ օգնություն կանչի, նորից պարկի հիվանդանոց, նորից սպասի, որ Անին կգա ու կնստի քաղաքավարությունից դրդված։ Ոչ, Անահիտն այլևս չէր ուզում։ Նա պարզապես լռություն էր ուզում։ Նոյեմբերը սկսվեց ցրտահարություններով։ Անահիտը գրեթե վեր չէր կենում մահճակալից։ Ուժերը գնում էին, եւ դրանք վերադարձնելու ցանկություն չկար։ Վարդուշը գալիս էր, փորձում էր ստիպել ուտել, բայց Անահիտը հրաժարվում էր։ Ուտելիքը կոկորդով չէր անցնում, ամեն ինչ անհամ էր, ստվարաթղթի պես։ Անահիտ, դու քեզ լրիվ բարձի թողի ես արել, ասում էր Վարդուշը նայելով ընկերուհու հյուծված դեմքին։ Պետք է բժիշկ կանչել, պետք չէ, բայց դու վատ ես, ես միշտ եմ վատ։ Վարդուշը լռեց։ Նա հասկանում էր, որ հարցը միայն առողջությունը չէ, հարցն այն էր, որ Անահիտը պարզապես չէր ուզում ապրել, եւ ոչ մի բժիշկ այստեղ չէր օգնի։ Մի օր Վարդուշը չդիմացավ ու ինքը զանգեց Անիին։ Գտավ համարը Անահիտի հեռախոսում, հավաքեց, սպասեց երկար կանչերին։ Այո, լսում եմ, պատասխանեց Անին գործնական տոնով։ Բարև ձեզ, ես Վարդուշն եմ, ձեր մոր հարևանուհին։ Բարև ձեզ, բան էլ պատահել։ Ձեր մայրը շատ վատ է, նա գրեթե վեր չի կենում, չի ուտում, չի խմում։ Վախենում եմ, որ նա պարզապես կմեռնի, եթե դուք չգաք։ Դադար։ Ես հիմա չեմ կարող գալ, վերջապես ասաց Անին։ Ես կարևոր նախագիծ ունեմ, չեմ կարող այն թողնել։ Բայց չէ որ նա ձեր մայրն է։ Հասկանում եմ, բայց իրոք չեմ կարող։ Ասեք ինչ է նրան պետք։ Փող, դեղեր, ես ամեն ինչ կվճարեմ, կփոխանցեմ։ Վարդուշը դանդաղ անջատեց հեռախոսը։ Նա չէր կարողանում հավատալ։ Աղջիկը փող է առաջարկում, փոխանակ ինքը գալու։ Անահիտը, իմանալով զանգի մասին, միայն քմծիծաղ տվեց։ Ասում էի, չէ որ նրա համար մեկ է։ Բայց դա սարսափելի է, Անահիտ։ Դա կյանքն է։ Վարդուշը գնաց տխրած։ Անահիտը մնաց մենակ։ Նա պառկած էր մթության մեջ եւ մտածում էր այն մասին, որ շուտով ամեն ինչ կվերջանա։ Եվ դա լավ է, որովհետև այսպես ապրել է, սպասել զանգի, որը չի լինելու, սպասել սիրո, որը չկա, անտանելի է։ Մի քանի օր անց Անահիտը զգաց, որ իր աջ ձեռքը դադարել է շարժվել։ Նա փորձեց շարժել մատները, բայց դրանք չէին լսում։ Հետո թմրեց ոտքը։ Անահիտը հասկացավ, որ սա ինսուլտ է, իսկական, ոչ թե միկրո, այլ լիարժեք։ Նա օգնություն չկանչեց, պարզապես պառկած սպասում էր։ Ժամանակը դանդաղ էր ձգվում, ամեն րոպեն մի ժամ էր թվում։ Գլխում պտտվում էին հիշողության պատառիկներ։ Փոքրիկ Անին գրկում, առաջին քայլերը, առաջին բառը, դպրոցը, ավարտականը, մեկնումը եւ դադարկությունը։ Վերջին տարիների երկար ու սառը դադարկությունը։ Վարդուշը եկավ հաջորդ օրվա առավոտյան, թակեց, պատասխան չստացավ, բացեց իր բանալիով, որը Անահիտը տվել էր ամեն դեպքի համար։ Մտավ բնակարան, կանչեց, պատասխան չլսեց, գնաց ննջասենյակ եւ տեսավ Անահիտին, մահճակալին պառկած, փակ աչքերով։ Անահիտ, ճճաց Վարդուշը եւ նետվեց դեպի ընկերուհին։ Անահիտը բացեց աչքերը։ Ձախ աչքը շարժվում էր, աչը ոչ։ Նա ուզում էր ինչ-որ բան ասել, բայց շուրթերը չէին լսում։ Դուրս եկավ միայն անհասկանալի մի մռնչյուն։ Վարդուշը շտապ օգնություն կանչեց։ Բժիշկները շուտ եկան, զննեցին, գլուխները տարուբերեցին։ Ծանր ինսուլտ է, պետք է շտապ հիվանդանոց։ Անահիտին տարան, պառկեցրին վերակենդանացման բաժանմունքում։ Վարդուշը զանգեց Անիին։ Մայրդ հիվանդանոցում է, ասաց նա առանց նախաբանի։ Ինսուլտ է, լուրջ է, անմիջապես արի։ Այսօր երեկոյան կգամ, պատասխանեց Անին, եւ ձայնի մեջ առաջին անգամ վախ հայտնվեց։ Նա եկավ հաջորդ առավոտյան։ Վարդուշը դիմավորեց նրան հիվանդանոցի մուտքի մոտ։ Ուր է նա, հարցրեց Անին, գունատ, առանց դիմահարդարման, ճմրթված շորերով։ Վերակենդանացման բաժնում, քեզ ներս չեն թողնի, այնտեղ միայն բժիշկներն են։ Բայց ես պետք է տեսնեմ նրան, չի կարելի, սպասիր։ Անին նստեց միջանցքի նստարանին եւ դեմքը ծածկեց ձեռքերով։ Վարդուշը նայում էր նրան եւ ոչինչ չէր ասում։ Ինչ ասես, ուշ է, չափազանց ուշ։ Բժիշկը դուրս եկավ 1 ժամ անց, հոգնած դեմք, հանգած հայացք։ Դուք հարազատն եք, հարցրեց նա նայելով Անիին։ Այո, ես աղջիկն եմ։ Ինչպես է նա։ Ծանր է, ուղեղի մեծ վնասվածք։
Աջ կողմը լիովին կաթվածահար է, խոսքը բացակայում է, կանհատեսումը անբարենպաստ է։ Այսինքն հույսերը քիչ են։ Կներեք, նա գնաց։ Անին նստած էր ու չէր շարժվում, հետո հարցրեց. կարելի է գոնե նայել նրան։ Ապակու հետևից կարելի է, պատասխանեց կողքով անցնող բուժքույրը։ Անին տարան վերակենդանացման բաժնի պատուհանի մոտ։ Նա նայեց ներս եւ տեսավ մորը մահճակալին պառկած, սարքերին միացված, փոքրիկ, նիհար, գրեթե անկենդան։ Անին ճակատը հենեց ապակուն։ «Մամ», փսփսաց նա, «ներիր», բայց Անահիտը չէր լսում։ Նա պառկած էր փակ աչքերով, եւ միայն սարքերն էին ցույց տալիս, որ նա դեռ ողջ է։ Անին 3 օր չհեռացավ հիվանդանոցից։ Նա նստում էր միջանցքում, սուրճ էր խմում ավտոմատից, նայում էր վերակենդանացման բաժնի պատուհանին։ Վարդուշը գալիս էր, ուտելիք էր բերում, համոզում էր ուտել, բայց Անին հրաժարվում էր։ Նա պարզապես նստած սպասում էր։ Բժիշկներն ասում էին, որ վիճակը կայուն ծանր է, փոփոխություններ չկան։ Անին հարցնում էր, թե երբ կարելի կլինի մտնել ու խոսել մոր հետ։ Բժիշկները գլուխներն էին տարուբերում։ Նա գիտակից չէ, չի արձագանքում, հազիվ թե լսի։ 4-րդ օրը Անահիտը բացեց աչքերը։ Ձախը, աչը մնաց անշարժ։ Բժիշկն անմիջապես կանչեց Անիին։ Կարող եք մտնել մի փոքր ժամանակով։ Անին մտավ ներս, մոտեցավ մահճակալին։ Մայրը պառկած էր ու նայում էր նրան մեկ աչքով։ Անին վերցրեց նրա ձեռքը։ Սառը, անկենդան։ Մամ, ես եմ, Անին։ Ինձ լսում ես։ Անահիտը թարթեց աչքը։ Անին դա ընդունեց որպես պատասխան։ Մամ, խնդրում եմ, ներիր ինձ։ Ներիր, որ չէի գալիս, չէի զանգում, որ այդքան էգոիստ էի։ Ես պարզապես սպաղված էի։ Կարծում էի, թե ժամանակ դեռ շատ կա, որ կհասցնեմ ամեն ինչ հետ բերել։ Չգիտեի, որ այսպես կլինի։ Անահիտը շարունակում էր նայել։ Դեմքի արտահայտությունը չէր փոխվում։ Անին չէր հասկանում։ Մայրը լսում է, հասկանում է։ Մամ, ես քեզ սիրում եմ։ Ես միշտ եմ սիրել։ Պարզապես չեմ կարողացել դա ցույց տալ։ Խնդրում եմ, ներիր ինձ։ Ես կուղվեմ, խոստանում եմ։ Ես կգամ, կզանգեմ։ Ես կողքիդ կլինեմ։ Միայն թե առողջացիր, խնդրում եմ։ Անահիտը փակեց աչքը։ Անին կարծեց, թե մայրը քնեց եւ դուրս եկավ սենյակից։ Բժիշկը կանգնեցրեց նրան միջանցքում։ Ինչպես է նա։ Չգիտեմ։ Նա նայում էր ինձ, բայց ոչինչ չասաց։ Նա չի կարող խոսել։ Խոսքի կենտրոնը վնասված է, բայց հնարավոր է նա ձեզ լսել է։ Հնարավոր է, բայց մենք հաստատ չգիտենք։ Նման վնասվածքների դեպքում գիտակցությունը կարող է մթագնած լինել։ Անին գլխով արեց եւ վերադարձավ նստարանին։ Նա նստած մտածում էր այն ամենի մասին, ինչ ասել էր մորը։ Այդ բոլոր ներողության խոսքերը, խոստումները, երդումները։ Նա դրանք ասում էր անկեղծ, բայց հոգու խորքում հասկանում էր, որ նույնիսկ եթե մայրը ողջ մնա, ոչինչ չի փոխվի։ Անին կվերադառնա իր կյանքին, աշխատանքին, նախագծերին, ու նորից ժամանակ չի լինի զանգերի մայցերի համար, որովհետև այդպես է դասավորված իր կյանքը, եւ դա չես փոխի։ Բայց հիմա, նստած հիվանդանոցի միջանցքում, Անին հուսահատորեն ուզում էր հավատալ, որ ամեն ինչ այլ կերպ կլինի։ Երեկոյան բժիշկը նորից դուրս եկավ։ Նրա դեմքն ավելի հոգնած էր։ Ձեզ ավելի լավ է պատրաստվել, ասաց նա կամաց։ Ինչին։ Վատ թարագույնին։ Նրա վիճակը վատանում է, օրգանիզմը չի դիմանում։ Անին զգաց, թե ինչպես աշխարհը շուրջը սկսեց պտտվել։ Ինչքան ժամանակ ունի։ Դժվար է ասել։ Գուցե մի քանի օր, գուցե մի քանի ժամ։ Ես կարող եմ կողքին լինել։ Կարող եք, բայց նա ձեզ չի լսի։ Միևնույն է, ուզում եմ։ Բժիշկը գլխով արեց եւ ներս թողեց Անիին։ Նա նստեց մահճակալի կողքի աթոռին եւ վերցրեց մոր ձեռքը։ Մամ, ես այստեղ եմ, փսփսաց նա։ Ես քեզ հետ եմ, մի վախեցիր։ Անահիտը պառկած էր անշարժ, միայն կուրծքը հազիվ նկատելի բարձրանում ու իջնում էր։ Անին նստած նայում էր նրան, այդ փոքրիկ անպաշտպան մարմնին, որը ժամանակին իրեն կրել էր, կերակրել, մեծացրել, սիրել։ Եվ միայն հիմա, երբ արդեն ուշ էր, Անին հասկացավ, թե ինչ է կորցրել։ Նա հիշեց, թե ինչպես մանկության տարիներին, երբ գիշերը վախենում էր, մտնում էր մոր մահճակալի տակ։ Անահիտը գրկում էր նրան, շոյում մազերը, օրոր էր երգում։ Անին քնում էր, իրեն լիովին ապահով զգալով։ Այն ժամանակ թվում էր, թե մայրը միշտ կողքին կլինի, միշտ կպաշտպանի, միշտ կխղճա։ Հետո Անին մեծացավ եւ որոշեց, որ այլևս պաշտպանության կարիք չունի, որ ինքը կհաղթահարի ամեն ինչ, եւ մոռացավ այն մասին, որ մայրը նույնպես մարդ է, նույնպես սիրո, հոգատարության ու ուշադրության կարիք ունի։
Ներիր մամ, նորից փսփսաց Անին։ Ներիր, որ սա այդքան ուշ հասկացա։ Գիշերը անverջ ձգվում էր։ Անին նստած էր, բաց չթողնելով մոր ձեռքը եւ աղոթում էր։ Նա Աստծուն չէր հավատում, բայց հիմա աղոթում էր, խնդրում էր, սակարկում էր։ Միայն թե մայրը ողջ մնա, միայն թե նրանք եւս մեկ հնարավորություն ունենան։ Առավոտյան դեմ Անահիտի շնչառությունը դանդաղեց։ Անին կանչեց բժշկին։ Նա մտավ, նայեց մոնիտորին, գլուխը տարու բերեց։ Շուտով, ասաց նա կամաց։ Անին նորից վերցրեց մոր ձեռքը։ Մամ, խնդրում եմ մի գնա, ես պատրաստ չեմ, ես դեռ այնքան բան ունեմ քեզ ասելու։ Բայց Անահիտը չէր լսում։ Նա հեռանում էր դանդաղ, լուռ, ինչպես ամբողջ կյանքում էր արել ամեն ինչ աղջկա համար, չխանգարելով, փոխարենը ոչինչ չպահանջելով։ Առավոտյան ժամը 7-ին մոնիտորը սկսեց ձայն տալ։ Բժիշկն անջատեց ձայնը եւ նայեց Անիին։ Ցավակցում եմ։ Անին նստած նայում էր մորը։ Անահիտը պառկած էր փակ աչքերով եւ դեմքին հանգստություն կար։ Վերջապես, այլևս ոչ մի ցավ, ոչ մի սպասում, ոչ մի միայնություն։ Անին չակատը հենեց մոր սառը ձեռքին ու լաց եղավ։ Առաջին անգամ, երկար տարիների ընթացքում, դառնորեն, անմխիթար, հուսահատ, բայց արդեն ուշ էր։ Հուղարկավորությունը անցավ արագ ու լուռ։ Եկել էին մի քանի հարևաններ, տիկին Վարդուշը, մի քանի հեռու բարեկամներ, որոնց Անին նույնիսկ չէր հիշում։ Նա կանգնած էր դագաղի մոտ ու նայում էր մորը։ Անահիտը պառկած էր պարզ զգեստով, ձեռքերը խաչված կրծքին, դեմքը հանգիստ։ Թվում էր, թե նա պարզապես քնած է։ Անին չէր լացում։ Արդյունքները վերջացել էին հիվանդանոցի այդ գիշերը։ Հիմա մնացել էր միայն դատարկությունը, հսկայական, խուլ, այնպիսին ինչպիսին մայրն էր զգում այս բոլոր տարիներին։ Վարդուշը մոտեցավ, գրկեց Անիի ուսերը։ Դիմացիր, բալես։ Անին գլխով արեց, բայց ոչինչ չպատասխանեց։ Արարողությունից հետո դագաղը փակեցին, տարան գերեզմանոց, իջեցրին հողը, ծածկեցին։ Անին կանգնած նայում էր, թե ինչպես է անհետանում անցյալի հետ վերջին կապը, մանկության հետ, տան հետ, սիրո հետ։ Թաղումից հետո բոլորը ցրվեցին։ Վարդուշն առաջարկեց օգնել հավաքել իրերը բնակարանում, բայց Անին հրաժարվեց։ Նա ուզում էր մենակ մնալ։ Բնակարանը նրան դիմավորեց լռությամբ։ Անին անցավ սենյակներով, նայեց հին կահույքին, գունաթափված պաստառներին, պատերի լուսանկարներին։ Ամեն ինչ այնպես էր, ինչպես շատ տարիներ առաջ, երբ ինքը մեկնում էր սովորելու։ Ոչինչ չէր փոխվել, միայն մայրը չկար։ Անին մտավ ննջասենյակ։ Պահարանիկի վրա դրված էր Անահիտի հեռախոսը։ Անին վրցրեց այն, միացրեց։ Մարդկոցը գրեթե նստած էր, բայց հեռախոսը դեռ աշխատում էր։ Նա բացեց իր հետ նամակագրությունը եւ սկսեց կարդալ։ Սկզբում նորմալ հաղորդագրություններ էին, երկար, տաք, հետո ավելի ու ավելի կարճ ու սառը։ Վերջինները միավանգին, լավ, նորմալ է, այո։ Անին թերթեց ավելի հետ։ Այն ժամանակները, երբ մայրը դեռ առաջինն էր գրում, հարցնում էր ինչպես են գործերը, պատմում էր իր կյանքի մասին։ Անին պատասխանել էր կարճ, երբեմն ընդհանրապես չէր պատասխանել, եւ Անահիտը դադարել էր գրել։ Անին հեռախոսը հետ դրեց պահարանիկին ու նստեց մահճակալին։ Նա հիշեց մոր հետ վերջին խոսակցությունը հիվանդանոցում։ Անահիտը պառկած էր ու լռում էր, իսկ Անին խոսում էր, խոսում, բայց արդեն ուշ էր։ Այն բոլոր բառերը, որոնք պետք էր ասել ավելի շուտ, մնացին չասված, եւ հիմա դրանք այլևս ոչ ոքի պետք չեն։ Անին բացեց պահարանը, հանեց հին լուսանկարներով տուփը, սկսեց թերթել, տեսներով իրեն փոքրիկ, մոր գրկում, իրեն դպրոցական, մայրը կողքին, երկուսն էլ ժպտում են։ Իրեն շրջանավարտ, մայրը հպարտ կանգնած է կողքին։ Վերջին լուսանկարն արվել էր 5 տարի առաջ։ Անին եկել էր մոր ծննդյան օրվա առթիվ։ Նրանք լուսանկարվել էին խոհանոցում։ Անահիտը ժպտում էր, բայց աչքերը տխուր էին։ Անին այն ժամանակ չնկատեց կամ չուզեց նկատել։ Նա նստած էր մահճակալին ու թերթում էր լուսանկարները, մինչև մթնեց։ Հետո վեր կացավ, հավաքեց իրերը, փակեց բնակարանն ու գնաց։ Մայրաքաղաքում Անիին սպասում էր աշխատանքը։ Նա վերադարձավ նախագծերին, խորհրդակցություններին, գործուղումներին։ Գործընկերները հարցնում էին, ինչպես անցավ հուղարկավորությունը, ցավակցում էին։ Անին շնորհակալություն էր հայտնում եւ այլևս չէր խոսում այդ մասին։ Բայց գիշերները չէր կարողանում քնել։ Նա պառկում էր մթության մեջ ու հիշում մորը։ Ինչպես էր նա սպասում զանգերին։ Ինչպես էր ուրախանում հազվադեպ այցերից։
Ինչպես մի անգամ մի քանի տարի առաջ մայրն ասաց. «Անի ջան, այնքան եմ կարոտում քեզ»։ Իսկ Անին պատասխանեց. «Մամ, դե փոքր երեխա չեմ, որ ամեն օր գամ տեսնեմ»։ Հիմա այդ բառերը ցավով էին արձագանքում կրծքում։ Անին հասկանում էր, որ սխալ է գործել, հսկայական, անուղելի սխալ։ Նա կարծում էր, թե ժամանակ դեռ շատ կա, թե մայրը միշտ կլինի, որ կարելի է այցերը, զանգերն ու խոսակցությունները թողնել հետոին։ Բայց հետոն չեկավ։ Անին փորձում էր վերադառնալ սովորական կյանքին, բայց չէր ստացվում։ Աշխատանքը, որը նախկինում կլանում էր նրան, հիմա դատարկ էր թվում։ Ընկերների հետ հանդիպումները ուրախություն չէին բերում։ Երեկոները ռեստորաններում անիմաստ էին թվում։ Նա սկսեց ավելի հաճախ մտնել սոցիալական ցանցեր, նայել այլ մարդկանց լուսանկարները իրենց ծնողների հետ։ Տեսնում էր երջանիկ ընտանիքներ, որտեղ երեխաներն ու ծնողները միասին են, որտեղ նրանք գրկախառնվում են, ծիծաղում, ժամանակ անցկացնում։ Եվ ամեն անգամ սուր ցավ էր զգում։ Ինչու ինքը չկարողացավ այդպես։ Ինչու նրա մոտ չհերիքեց ժամանակը, ուժը, ցանկությունը։ Մի օր Անին նամակ ստացավ նոտարից։ Անարիտը կտակ էր թողել։ Բնակարանը, փոքրիկ խնայողությունները, ամեն ինչ անցնում էր դստերը։ Անին կարդում էր փաստաթուղթն ու լաց լինում։ Մայրը նույնիսկ մահից հետո հոգ էր տարել նրա մասին, իսկ ինքը ոչինչ չէր հասցրել անել փոխարենը։ Անցավ մի քանի ամիս։ Անին վաճառեց մոր բնակարանը, չէր կարողանում այլևս այնտեղ գնալ, տեսնել դատարկ սենյակները, զգալ ներկայությունն այն ամենի, ինչն այլևս չկա։ Փողը դրեց հաշվեհամարին, բայց չէր կարողանում ծախսել։ Դրանք նրան անեծք էին թվում։ Տիկին Վարդուշը մի անգամ զանգեց, հարցրեց ինչպես են գործերը, ասաց, որ կարոտում է Անահիտին։ Անին կարճ խոսեց նրա հետ եւ խոսակցությունից հետո նորից լաց եղավ։ Նա հասկացավ, որ հարևանուհին վերջին տարիներին ավելի մոտ է եղել մորը, քան ինքը։ Անին սկսեց հաճախել հոգեբանի մոտ, պատմում էր մեղքի զգացման, ցավի, սեփական անարքը ներելու անհնարինության մասին։ Հոգեբանը ճիշտ բառեր էր ասում. անցյալը չես փոխի, պետք է առաջ նայել։ Մայրը չէր ցանկանա, որ աղջիկը տառապի, բայց Անին չէր կարողանում բաց թողնել։ Նա հասկացավ մի պարզ ճշմարտություն, որը շատերն են հասկանում, բայց չափազանց ուշ։ Ամենասարսափելին ոչ թե այն է, ինչ ասել ես, այլ այն, ինչ չես ասել։ Սիրո, երախտագիտության, ներողամտության չասված բառերը։ Դրանք մնում են ներսում, որպես ծանր բեռ, որից հնարավոր չէ ազատվել, որովհետև այլևս չկա մեկը, ում կարող ես դրանք ասել։ Անցավ 1 տարի։ Անին շարունակում էր աշխատել, բայց կյանքը կորցրել էր գույները։ Նա պարտաճանաչ գնում էր գրասենյակ, կատարում առաջադրանքները, մեկնում գործուղումների, բայց այդ ամենն անում էր մեխանիկորեն, առանց հոգու։ Գործընկերները նկատում էին փոփոխությունները։ Անին դարձել էր լուռ, ավելի փակ, այլևս չէր ժպտում հավաքույթների ժամանակ, չէր պատմում իր ծրագրերի մասին, չէր վարվում գաղափարներով։ Ղեկավարությունը սկսեց ակնարկել, որ գուցե նրան արձակուրդ է պետք, հանգիստ, բայց Անին հրաժարվում էր։ Աշխատանքը միակ բանն էր, որ նրան պահում էր ջրի երեսին։ Մի օր ճաշի ժամանակ Անին նստած էր սրճարանում ու նայում էր պատուհանից։ Հարևան սեղանի շուրջ նստած էր մի կին, տարեց մոր հետ։ Նրանք զրուցում էին ծիծաղում։ Մայրը հեռախոսով ինչ-որ բան էր ցույց տալիս, աղջիկը գլխով էր անում։ Սովորական մի տեսարան, որոնցից հազարավորներ կան ամեն օր, բայց Անիի համար դա դանակի հարվածի պես էր։ Նա վեր կացավ առանց ուտելիքն ավարտելու, դուրս եկավ փողոց։ Քայլում էր քաղաքով առանց ճանապարհին նայելու, մինչև հայտնվեց մի զբոսայգում։ Նստեց նստարանին ու հանեց հեռախոսը։ Բացեց լուսանկարների բաժինը, գտավ հին նկարների թղթապանակը։ Այնտեղ մոր նկարներն էին, որոնք Անին երբեք չէր ջնջել։ Անահիտը խոհանոցում կարկանդակներ է պատրաստում։ Անահիտը այգում ծաղիկներն է ջրում։ Անահիտը բազմոցին գրքով։ Այս բոլոր լուսանկարները Անին արել էր իր վերջին այցի ժամանակ, մոր մահից մի քանի տարի առաջ։ Այն ժամանակ նա չէր մտածում, որ դա վերջին անգամն է լինելու, երբ նրանք միասին ժամանակ կանցկացնեն։ Անին նայում էր լուսանկարներին ու մտածում, ինչ կաներ, եթե կարողանար հետ գնալ։ Նա ավելի հաճախ կզանգեր, կգար ամեն հանգստյան օր, մոր հետ ավելի շատ ժամանակ կանցկացներ, կլսեր նրա պատմությունները, նույնիսկ եթե դրանք կրկնվեին, կասել որքան է սիրում նրան, շնորհակալություն կհայտներ այն ամենի համար, ինչ մայրն արել է իր համար։ Բայց հետ գնալ հնարավոր չէ։ Ժամանակը գնում է միայն առաջ, եւ անցյալը մնում է անցյալում։ Անին փակեց հեռախոսը եւ նայեց շուրջը գտնվող մարդկանց։ Մայրեր երեխաների հետ, տարեց զույգեր, դեռահասներ։ Նրանք բոլորն ապրում են, սիրում, վիճում, հաշտվում։
Յուրաքանչյուրն իր պատմությունն ունի, եւ շատերի մոտ հավանաբար նույնն է ինչ իրենը։ Շատերն են ծնողներին զանգելը թողնում հետոին, կարծում են, թե ժամանակ դեռ շատ կա, թե կհասցնեն ամեն ինչ ասել։ Իսկ հետո պարզվում է, որ ժամանակ այլևս չկա։ Անին նորից հանեց հեռախոսը եւ բացեց կոնտակտների ցուցակը։ Այնտեղ իր լավագույն ընկերուհու հոր համարն էր։ Ծերունին մենակ է ապրում, աղջիկը հազվադեպ է այցիլում։ Անին հիշեց, թե ինչպես էր նա ժամանակին գանգատվում, որ աղջիկը մոռացել է իրեն։ Անին այն ժամանակ դրան նշանակություն չտվեց, հիմա հասկանում էր։ Նա գրեց ընկերուհուն. «Զանգիր հորդը, այցելիր նրան, մի հետաձգիր»։ Ընկերուհին պատասխանեց մի քանի րոպե անց. «Ինչ է պատահել»։ Անին գրեց. «Պարզապես արա դա, խնդրում եմ»։ Նա չբացատրեց։ Բարերն ամեն դեպքում չէին փոխանցի այն, ինչ նա զգում է, բայց գուցե ընկերուհին լսի, գուցե նա չանի նույն սխալը։ Անին վեր կացավ ու գնաց։ Ճանապարհին մտավ ծաղկի խանութ, գնեց սպիտակ վարդերի փունջ, գնաց գերեզմանոց։ Մոր գերեզմանը խնամված էր, Վարդուշը կանոնավոր գալիս էր, հետևում էր կարգու կանոնին։ Անին դրեց ծաղիկները, նստեց կողքի նստարանին։ «Բարև մամ», ասաց նա կամաց։ «Ներիր, որ վաղուց չէի եղել։ Աշխատանքը շատ էր, թեև դա արդարացում չէ, չէ»։ Նա լռեց, նայելով հուշաքարին։ «Ես այնքան եմ կարոտում քեզ ամեն օր։ Մտածում եմ այն մասին, որ կարող էի ամեն ինչ փոխել, եթե այդքան էգոիստ չլինեի։ Չէ որ դու միշտ ամեն ինչ հասկանում էիր, ամեն ինչ ներում էիր, իսկ ես դրանից օգտվում էի»։ Քամին օրորեց գերեզմանի վերևում գտնվող ծառի ճյուղերը։ Անին բարձրացրեց գլուխը, նայեց երկնքին։ «Չգիտեմ լսում ես ինձ թե ոչ, բայց եթե լսում ես իմացիր, ես քեզ սիրում եմ, միշտ եմ սիրել, պարզապես չեմ կարողացել դա ցույց տալ, եւ հիմա ապրում եմ դրա հետ ամեն օր»։ Նա նստեց դեռ երկար, մինչև մտնեց, հետո վեր կացավ, հրաժեշտ տվեց ու գնաց։ Տանը Անին բացեց նոթբուքն ու սկսեց գրել։ Նա մի հոդված գրեց այն մասին, թե որքան կարևոր է գնահատել ծնողներին, քանի դեռ նրանք կողջ են։ Այն մասին, որ աշխատանքը, կարիերան, փողը, այդ ամենը նշանակություն չունեն, եթե կողքիդ չկան նրանք, ովքեր սիրում են քեզ հենց այնպես, առանց պայմանների։ Այն մասին, որ երբեմն ամենասարսափելին չասված բառերն են, որոնք արդեն ոչ ոքի պետք չեն։ Հոդվածը նա հրապարակեց համացանցում։ Արձագանքները շատ էին։ Մարդիկ գրում էին իրենց պատմությունները, իր պատմության նման։ Ինչ-որ մեկը շնորհակալություն էր հայտնում, որ հոդվածը ստիպել է մտորել։ Մեկն էլ գրել էր, որ կարդալուց հետո զանգել է ծնողներին։ Անին կարդում էր արձագանքներն ու հասկանում, որ թեկուզ մի փոքր, բայց օգնել է։ Գուցե ինչ-որ մեկը չանի իր սխալը։ Գուցե ինչ-որ մեկը հասցնի ասել այն բառերը, որոնք ինքը չասաց։ Անցավ եւս մի քանի ամիս։ Կյանքը աստիճանաբար մտնում էր նոր հունի մեջ։ Ցավը մեղմացել էր, բայց չէր անցել։ Անին սովորել էր ապրել դրա հետ, գրել այն ներսում, որպես սրտի սպի։ Նա սկսեց կամավորություն անել ծերանոցում։ Գալիս էր հանգստյան օրերին, զրուցում ծերերի հետ, օգնում նրանց։ Նրանցից շատերը, ինչպես իր մայրը, միայնակ էին։ Նրանց երեխաները չէին գալիս, չէին զանգում, զբաղված էին։ Անին լսում էր նրանց պատմությունները եւ յուրաքանչյուրի մեջ տեսնում էր իր մորը։ Մի անգամ մի տարեցկին Սիրանուշ անունով հարցրեց. «Բալես, իսկ դու ծնողներ ունես»։ Անին լռեց, հետո պատասխանեց. «Ունեի, մայրս մահացավ»։ «Ափսոս», հոգոց հանեց Սիրանուշը։ «Պահպանիր նրանց, քանի ողջ են, թե չէ հետո ուշ կլինի զղջալ»։ Անին գլխով արեց. «Գիտեմ»։ Նա շարունակում էր գան ծերանոց, շարունակում էր օգնել։ Դա մորը հետ չէր բերում, չէր ուղում սխալները, բայց գոնե ինչ-որ չափով թեթևացնում էր հոգին։ Անին հասկացավ, որ կյանքը չի ավարտվում կորստից հետո, այն շարունակվում է։ Միայն թե հիմա հիշողությունների, զղջման ու չասված բառերի բեռով։ Եվ այդ բեռը կարելի է կամ կրել ամբողջ կյանքում, կամ փորձել վերածել ինչ-որ օգտակար բանի։ Նա ընտրեց երկրորդը։ Եվ ամեն անգամ, երբ տեսնում էր մորը երեխայի հետ, մի երիտասարդ կնոջ, որը շտապում էր իր գործերով, կամ լսում էր, թե ինչպես է ինչ-որ մեկը հեռախոսով ջղայնացած խոսում ծնողների հետ, Անին մտածում էր. «Մի արա իմ սխալը։ Զանգիր, արի, ասա, որ սիրում ես, որովհետև հետո ուշ կլինի»։ Ամենասարսափելին ոչ թե այն բառերն են, որ ասել ես, ամենասարսափելին նրանք են, որոնք չես հասցրել ասել, եւ որոնք արդեն ոչ ոքի պետք չեն։